Միացյալ Նահանգների պատվիրակներն այսօր կամ վաղը կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, պարզելու թե արդյոք Մոսկվան համաձայն է 30-օրյա հրադադարի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկին, որին Ուկրաինան համաձայնել է 3 Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ առաջիկայում գուցե այս շաբաթ կխոսի Պուտինի հետ, ապա հույս հայտնել, որ Մոսկվան ևս կհամաձայնի։ Հուսով եմ նախագահ Պուտինը նույնպես կհամաձայնի։ Ըստ իս հրադադարը շատ կարևոր է։ Եթե կարողանանք հասնել նրան, որ Ռուսաստանը համաձայնի, հիանալի կլինի։ Եթե չկարողանանք, պատերազմը կշարունակվի եւ մարդիկ կսպանվեն, շատ մարդիկ։ Թրամփն ասել է, նախագահ Զելենսկուն նորից կհրավիրի Սպիտակ տուն եւ ի տարբերություն նախորդ հանդիպմանը, որն ավարտվեց սկանդալով ու տհաճ վեճով, այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Սաուդյան Արաբիայի հանդիպմանը Ուկրաինան 30-օրյա հրադադարի վերաբերյալ ԱՄՆ առաջարկին համաձայնել է պայմանով, որ Ռուսաստանը ևս կընդունի եւ կկատարի դրա պահանջները։ Ի պատասխան Վաշինգտոնը խոստացել է անմիջապես վերսկսել ռազմական աջակցությունն ու հետախուզական տվյալների տրամադրումը Կիևին, որ դադարեցվել էր Սպիտակ տան վեճից հետո։ Բանակցություններից հետո Մարկո Ռուբիոն ասաց, որ հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Հիմա մենք այս առաջարկը կփոխանցենք ռուսներին եւ հուսով եմ, որ նրանք կասեն այո, որ այո կասեն խաղաղությանը։ Կարծում եմ այսօր Ուկրաինան կոնկրետ քայլեր արել այդ առումով։ Հուսով ենք ռուսները նույնպես կանեն։ Ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման գործարքը ևս կկնքվի, տեղեկացրեց պետքարտուղարը, ասելով, որ նախագահներ Թրամփն ու Զելենսկին կհանձնարարեն վերջնական տեսքի բերել համաձայնագիրը, որպեսզի այն պատրաստ լինի ստորագրման։ Այսօր արդեն Լեհաստանը հաստատել է, որ իր տարածքով ԱՄՆ-ի ռազմական մատակարարումներն Ուկրաինա վերսկսվել են, որքան հասկանում եմ, Starlink-ը նույնպես աշխատում է, ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ առաջիկա մի քանի օրում շփումներ կարող են լինել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ, թե կոնկրետ երբ չի մանրամասնել։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին բանակցություններից հետո ասել է, որ արդեն հաջորդ շաբաթ տեխնիկական փորձագետների մակարդակով թիմերը կսկսեն խոսել հրադադարի բոլոր մանրամասների մասին։ Նախագահ Զելենսկին երեկոյան տեղեկացրել է, որ ուկրաինական առաջարկը բաղկացած է 3 կետից՝ հրադադար երկնքում, ծովում եւ վստահության մթնոլորտը բարձրացնող իրական քայլեր, առաջին հերթին գերիների ազատ արձակում։ Україна сприймає цю пропозицію. Ми вважаємо це позитивним. Ուկրաինան պատրաստ է խաղաղության։ Ռուսաստանը նույնպես պետք է ցույց տա, պատրաստ է դադարեցնել պատերազմը, թե մտադիր է շարունակել այն։ Եկել է ողջ ճշմարտության ժամանակը։ Погоджуємось, і якщо русські погодяться, в той самий момент тиша запрацює. Կրեմլի խոսնակն ասել է, որ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ Միացյալ Նահանգներից չեն ստացել մանրամասն տեղեկատվություն Ջիդայում անցկացված բանակցությունների մասին։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական զորքը հաջողությամբ առաջ է շարժվում Կուրսկի շրջանում, հետ վերցնելով տարածքները, որոնք անցել էին ուկրաինական վերահսկողության տակ։ Այս ֆոնին 3 Ֆրանսիայի նախաձեռնությամբ Փարիզում կայացել է եվրոպական ավելի քան 30 երկրի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը, քննարկելու Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու եւ խաղաղապահներ տեղակայելու հարցը։ Նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Եվրոպան պետք է առաջատար դեր ստանձնի Ուկրաինային աջակցելու հարցում եւ արդեն ժամանակն է հայեցակարգից կոնկրետ ծրագրի անցնել։ Մասնակիցները համաձայնել են, կարեւոր է ստեղծել Ուկրաինային օգնել ցանկացող երկրների կոալիցիա, որն ապագայում ռուսական հնարավոր ագրեսիան զսպելու եւ տարածաշրջանը կայունացնելու համար աջակցություն, այդ թվում զորք եւ ռազմական ռեսուրսներ կստանա եվրոպական եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։ Սակայն եվրոպական երկրները տարբեր կարծիք ունեն, թե ով, որքան եւ ինչպես պետք է նպաստի այդ նպատակի իրագործմանը։